Ինչպես ստեղծել եւ արդյունավետ կառավարել անշարժ գույքի եւ ընտանեկան Ընտանեկան դերությունը։ ընտանեկան ընկերություն։ Ողջույն, ես Անժելան եմ եւ այսօր խոսելու ենք անշարժ գույքի ոլորտում արդյունավետ կառավարման մասին Լևոն Կոստանյանի հետ։ Բարև ձեզ։ Բարև ձեզ։ Կասեք ինչպես անցավ աշխատանքային շաբաթը եւ ինչ ուշագրավ իրադարձություններ են տեղի ունեցել։ Այս շաբաթվա հետաքրքիր իրադարձություններից կուզեմ առանձնացնել երկու բիզնես ակումբներում կազմակերպված միջոցառումները, որոնց ես այցելել եմ, որովհետև երկուսն էլ որոշակիորեն առնչվում են մեր ոլորտի հետ, անշարժ գույքի, ինչպես նաև կառավարման մասով բիզնեսի։ Եվ առաջին միջոցառումը, որ այցելեցի, դա հենց կառուցապատման ոլորտի ու նաև անշարժ գույքի ոլորտի մասնակիցների նեթվորքինգ էին կազմակերպել բիզնես ակումբներից մեկում ու ինչի մասին եմ ուզում խոսել, որ նեթվորքինգի ընթացքում դե բնական է գիտեք ֆորմատը, որ ծանոթություններ են տարբեր ընկերությունների մասնագետների հետ, ղեկավարների հետ փորձում ենք փոխադարձ գործնական կապեր հաստատել եւ իմ համար մի հետաքրքիր միտք առանձնացրեցի, որ կառուցապատման ոլորտի ներկայացուցիչները բոլորը փորձում են իրենց ծառայությունները ներկայացնել այն ֆորմատում, որ մենք հողամասից մինչև վերջնական անշարժ գույքի կառուցապատումը ստեղծում ենք մոդելներ, նոր նախագծեր, որոնք տարբերվում են ամեն ինչով, թե մտահղացմամբ, թե հետաքրքիր ճարտարապետաշինարարական լուծումներով, բայց ճիշտն ասած, երբ որ նայում ես այն կառուցապատմանը Երևան քաղաքի հարող տարածքների, ինչպես նաև մյուս քաղաքներում, կարծում եմ շատ քիչ են այն պրոյեկտները, այն շենքերը, որոնք տարբերվում են։ Իրոք տարբերվում են եւ ունեն իրենց ուրույն դեմքը, ճարտարապետությունը եւ այդ նեթվորքինգի ընթացքում չեմ ուզում նշեմ, որ չկան ընկերություններ, որոնք որ իրոք ստեղծում են յուրատիպ ճարտարապետություն, անշարժ գույքի օբյեկտներ, որոնք որ հետագայում ես վստահ եմ մեր հայկականությունը եւ հայ ճարտարապետական արվեստի կոթողներ են մնալու պատմության մեջ, բայց ուզում եմ նաև նշել, որ այն իրականությունը, որ այսօր ունենք քաղաքաշինության ոլորտում, ճարտարապետական յուրահատուկ շենքերի մասով, այդքան էլ թե Երևանում, թե մարզերում չեմ տեսնում այն հետաքրքիր նախագծերը, որոնք որ առանձնանում են տարատեսակ լուծումներով, նույնիսկ նաև ճարտարապետական հորինվածքով։ Նշված միջոցառումից հետո Անժելա ջան, կարծում եմ մի միտք առաջացավ, որ ամեն դեպքում կառուցապատողները, պատվիրատուները, շինարարները առավել պետք է ուշադրություն դարձնեն այն տեխնիկական, այն էսթետիկ բնույթին օբյեկտների, որ հետագայում ստանում են, որովհետև ամեն դեպքում շենքերը, անշարժ գույքը դա այն դեմքն են քաղաքի, մեր մշակույթի, պատմության, որոնք ձևավորում են նաև ազգային արժեքը ու երևի թե ըստ ֆունկցիոնալ նշանակության էլ նույնպես օրինակ տարբեր անշարժ գույքի ֆունկցիոնալ նշանակությամբ օբյեկտներ եւս պետք է յուրատիպ լինեն։ Նույնիսկ մեկ-մեկ որ հյուրանոցներ ենք փնտրում, որտեղ այցելել կամ այլ օբյեկտներ, միշտ ուշադրություն ես դարձնում թե անշարժ գույքի գրագետ կազմակերպված լինելուն, թե հնարավորություններին, եթե հյուրանոցա ինչ նորմերով է կառուցված, ինչ ֆունկցիոնալ հնարավորություններ է հանգստի տալի, նաև ինչու չէ, ասենք բնության ներդաշնակության
եւ Ամեն դեպքում նայում ես տարբերվող լինի, յուրահատուկ լինի։ Դուք ասացիք, որ այս շաբաթ 2 միջոցառում եք այցելել, որ խնդրեմ կպատմեք երկրորդի մասին։ Երկրորդ միջոցառումը, որը այցելել եմ, այլ բնույթի էր, այստեղ բիզնեսի ավտոմատացման եւ արհեստական բանականության գործիքների կիրառման մասին էր բիզնեսում։ Բավականին երկար ու հետաքրքիր միջոցառում էր, փոխանակեցինք լավ մտքեր, կառուցողական, բայց իմ համար մի բան արձանագրեցի, որ ամեն դեպքում այսօր հայաստանյան բիզնեսի համար ավելի լուրջ խնդիր է մնում կադրերի եւ բարձր որակավորում ունեցող մասնագետների խնդիրը, որովհետեւ երբ խոսում ենք ավտոմատացման կամ տուժերի կիրառման մասին, հիմնական խնդիրները, որը արձանագրում էր մեր հենց ներկայացնողը ամբողջնյութի, նա էր, որ ճիշտ խրախուսումների եւ տարբեր թերացումների համար պատիժների ճիշտ գործիքակազմ լինի, բայց ամբողջը հանգում էր նրան, որ եթե նույն մասնագետը 1, 2, 3 կոպիտ սխալ է թույլ տալիս կամ խնդիրներ է ունենում աշխատանքային, պետքա հրաժարվել նման մասնագետից, բայց դա ենթադրում է, որ միշտ դու պետքա ունենաս համապատասխան որակավորում ունեցող մասնագետ, որը կարող է փոխարինի տվյալ դեպքում, բայց մեր իրականության մեջ դա չի աշխատում մի պարզ պատճառով, որ մեր կադրերի խնդիրը շատ սուր է ու միշտ չի, որ կարող ես արագ համապատասխան փոխարինում իրականացնել նման աշխատակիցների, որոնք պատասխանատվության կամ ասենք ոչ լիարժեք ֆունկցիաներ կատարելու խնդիր ունեն։ Ուզում եմ այսօր խոսենք ձեր ընկերության մասին, արդեն 22 տարի է դուք կառավարում եք Cost Consult-ը, անշարժ գույքի եւ գնահատման ընկերությունը, ինչ ծառայություններ եք մատուցում։ Անժելա ջան, մեր հիմնական ծառայությունները 3 ուղղությամբ են։ Առաջի ծառայությունները մենք առաջին ուղղությունը, որ ուզում եմ առանձնացնել, դա բնականաբար շուկայական գնահատման անշարժ գույքի ծառայություններն են, որոնց հիմնական նպատակը կամ ուղղությունները դա գրավի գնահատման համար մատուցող ծառայություններն են, երբ որ վարկավորման process-ի համար մենք որոշում ենք գրավի առարկայի արժեքը ու համապատասխան դրա վարկային կազմակերպությունները ու բանկերը վարկավորում են վարկառուներին, պատվիրատուներին։ Բնականաբար շուկայական գնահատման մասով տարատեսակ այլ մենք ծառայություններ ենք մատուցում այլ նպատակների համար։ Դա կլինի նաև դատական process-ների համար գնահատումներ, կլինի ցանկացած նույնիսկ վաճառքի մասով կողմնորոշվելու կառավարչական որոշումներ կայացնելու նպատակով արժեքի որոշման սպեկտրը բավականին մեծ է։ Ցանկացած նպատակի համար երկու հնարավոր է ընկերություններ փորձեն մի գույքի արժեք որոշեն, որ որոշում կայացնեն։ Հնարավոր է մեկ ընկերության լուծարման մասով պետք լինի հիմնական ակտիվների գնահատում։ Բիզնես ծրագրերի համար, երբ որ կանխատեսումներ են իրականացնում կամ որևէ նախագիծ են գրում, նման դեպքերում էլ անհրաժեշտություն առաջանում գնահատման։ Երկրորդ ուղղությունը, որտեղ Cost Consult-ը ծառայություններ է մատուցում, դա առաջնային շուկան է, ինչ առաջնային շուկան, դա նորակառույցների վաճառքով ենք զբաղվում, սկսած սկզբնական խորհրդատվությունից նախագծի ճիշտ տեխնիկատնտեսական լուծումների ավարտված օտարումից, այսինքն վաճառքներից ու նաև խորհրդատվությունից տարբեր փուլերում նորակառույց պրոյեկտի իրականացման, այստեղ եւս Cost Consult ունի
բավականին հին ու լավ կառուցապատող գործընկերներ, որոնց նախագծերը մենք արդյունավետ կերպով ներկայացնում ենք շուկայում ու բավականին ակտիվ վաճառում ենք թե բնակարանները այդ նորակառույցների կառուցապատման փուլերում տարբեր, թե հասարակական տարածքները։ Իդեպ ասեմ, որ նման նախագծերի վաճառքների process-ը մենք սկսում ենք նույնիսկ զրոյական փուլից, հողային աշխատանքների կամ հողի ձեռքբերման փուլից եւ արդեն երբ պատրաստ է արդեն քաղաքաշինական փաթեթը տվյալ օբյեկտի շինթույլտվության փուլից սկսած մեր մասնագետները արդեն կարողանում են ներկայացնել պրոյեկտները շուկայում, նույնիսկ ուրեցել ենք պրոյեկտներ, որ նույնիսկ հողամասի ձեռքբերման եւ նախագծի իրականացման ամբողջական պրոյեկտի գաղափարը մեր ընկերության խորհրդատուներն են մատուցել ու հպարտ են, որ այսօր այդ պրոյեկտները արդեն կյանքի են կոչվել ու մենք տեսնում ենք, որքան արդյունավետ թե կառուցապատողների համար, թե բնակիչների համար մենք նախագծեր ենք ունեցել ու եւս պետք է նշեմ, որ անշարժ գույքի հետ կապված ցանկացած գործառույթ սկսում է ճիշտ մտքից, ճիշտ տեղում գրագետ կառուցապատումից, որպեսզի հետագայում արդեն իսկ դու ունենաս արժեք ու արդյունք ունենաս ու նաև տվյալ օբյեկտը ներդաշնակվի հարող տարածքին, կոպիտ չլինի, ճիշտ ֆունկցիա ունենա տարատեսակ թե բնակիչների համար, թե նաև հարող տարածքի, ասենք, ենթակառուցվածքներին համահունչ լինի, դա է ճիշտ քաղաքաշինական process-ները, որոնք որ համահունչ են, թե կանաչապատմանը, թե ընդհանուր քաղաքաշինական կառուցապատման process-ներին։ Ես մի քիչ դեմ եմ, որ ոչ գրագետ կառուցապատումը որոշ հատվածներում ամեն ինչով արդարացվի։ Նույնիսկ մենք ունենք կենտրոնի բակային տարածքներ, որ ես ինքս կենտրոնի բնակիչ եմ, հա, եւ ապշեցուցիչ մի բան, մի եռանկյունի բակ կա, այս Թումանյան Ալավերդյան խաչմերուկում, որը շատ փոքրիկ է, նույնիսկ բակային տարածք չկար մեր մանկության ժամանակ, բայց չգիտեմ ինչ ձևով մեջտեղում մի հատ փոքրիկ այդ գազի հանգույց կար խորհրդային շրջանի, որը հետագայում չօգտագործվեց գազաֆիկացման արդյունքում նման օբյեկտները դուրս եկան իրանց ֆունկցիոն, չգիտեմ ոնց օտարեցին ու հենց բակի կենտրոնում կառուցեցին երկհարկանի առևտրային հիմա օբյեկտ, որը չգիտեմ առևտրային է, գրասենյակային է, ու այդ ամբողջ փոքր բակի, հա, բնականon ենթակառուցվածքը բակային, կանաչապատման, մի փոքր բակ էր, առանց այդ էլ շատ քիչ էր նման, ասենք, բնակարանային սեգմենտի համար։ Բնակիչները դեմ չեն եղել։ Հասկանում եք, դա ես ասում եմ մի 20 տարվա պատմություն, 25 տարվա, բնակիչները միշտ չէ որ կարողանում են իրանց այսօր մի քիչ ավելի խստացել է, այսօր երևի թե այո, կարողանում են պայքարել ոչ իրավական կառուցապատման կամ նման անհեթեթ պրոյեկտների համար, ոնց կարելի է բակային տարածքը ամբողջությամբ վերացնել, չհաշված նրան, որ ամբողջությամբ կողքը սննդի օբյեկտներ են, հա, ու այտենց ոնց ռակովի օպուխելի նման այդ բնակելի շենքերը սենց իրանց այդ օթափողման համակարգերով ու այտենց ծխատարներով արդեն իսկ փակում են շենքերը, հələ մի հատ էլ այդ մի երկու շնչելու հատվածը, որ ունեն շենքերը, դա էլ են սահմանափակում, որ ընդհանրապես կենտրոնի կոլորիտը կորցնեն։ Դա էլ մի քանի անգամ ես խոսել եմ դրա մասին, անթույլատրելի է այն հանգամանքը, որ
ով որտեղ ուզում է, որ շենքի տակ գալիս է ռեստորան է կառուցում, այդ նմանատիպ օբյեկտները պետք է խիստ սահմանափակվեն այն հատվածներում միայն, եթե մենք ունենք, ասենք, ծխատարների, չգիտեմ, այդ ամբողջ օթորակման հարցերի խնդիր, որ չի կարելի մի շենքի տակ 4-5 ռեստորան տեղավորել ու ասենք ամբողջությամբ, եթե շենքը բնակելի է, սահմանափակել բնակիչների նորմալ ապրելաոճը, ապրելակերպը, հələ մի հատ էլ բակային տարածքում էլ բերել, խցկել մի օբյեկտ, հա, թե ով այդ նշանակությունը տվել, դա էլ է այդ խնդիրը գալի նրանից, որ ցանկացած մեկը կարող է օբյեկտը շենքը գնել, եթե դա գազի սպասարկման ինչ-որ շինություն էր, հա, հին է ցանցի, դա արդեն իսկ պետքա դասվեր արտադրական ինչ-որ հանգույցի, ով է թույլ տվել արտադրական հանգույցը վերցնել, վերակառուցել ու ես վստահ եմ, քանի որ այդ բակում եմ ապրել, կառույցի մակերեսը ու իր սպասարկող հողը, այդ չափ չի եղել, որ կարողանան տենց մեծացնեն ամբողջ բակի ազատ տարածքը վերցնեն ու նման կառուցապատում իրականացնել։ Ամեն դեպքում բնակիչների կյանքի որակի վրա էլ դա կազդի։ Ես մի քիչ շեղվեցի մեր հիմնական թեմայից, ես, այո, երկրորդ ուղղությունը, որը մենք ներկայացնում ենք շուկայում մեր բիզնես ծառայությունների մասով, դա հենց նորակառույց շենքերի վաճառքն է, բայց այս ամեն ինչը նրա մասին եմ խոսում, որ Cost Consult-ը հիմնականում չի վերցնում նման նախագծեր, որոնք որ ակնհայտորեն հակասում են քաղաքաշինական եւ այլ նորմերին ու խնդիր են առաջացնում շուկայում եւ որևէ կերպ արժեք իրանցից չեն ներկայացնում, հələ մի հատ էլ սահմանափակում են մեր քաղաքացիների ու բնակիչների բնականոն կյանքը ու ամբողջ համակարգը։ Լավ։ Եվ երրորդ ուղղությունը, որով մենք զբաղվում ենք, արդեն երկրորդային շուկայի անշարժ գույքն է, որը եւս պահանջում է բարձր մասնագիտացում, ինչպես նաեւ երկրորդային շուկայում մենք արդեն իսկ մեր մասնագետները մասնագիտացում ունեն գնահատման, անշարժ գույքի լավագույն օգտագործման տարբերակի մասով մասնագիտանում են, որ կարողանան այստեղ եւս ճիշտ խորհրդատվություն մատուցել եւ ունենանք արդյունավետ գործարքներ նաեւ բնակարանային սեգմենտում երկրորդային, ինչպես նաեւ խոշոր արտադրական, հասարակական օբյեկտների համար առանց բարելավումների հողամասերի վաճառքով ենք մենք զբաղվում, այսինքն 3 այդ հիմնական ուղղությունները փորձում ենք մաքսիմում կատարելագործել։ Կպատմեք ինչպես առաջացավ այս ոլորտում ընկերություն ստեղծելու գաղափարը եւ ինչպես ամեն ինչ սկսվեց։ Այս ոլորտում գաղափարը առաջացավ 22 տարի առաջ ընկերություն ստեղծելու մի պարզ պատճառով, որովհետեւ ես ինքս ճարտարապետաշինարական կրթություն ունեմ եւ տնտեսագետ եմ, այդ համալսարանում կար բաժին շինարարության էկոնոմիկա եւ կառավարում, հիմա ոնց որ չկա արդեն։ Եվ քանի որ ամենամոտ մասնագիտությունները այն ժամանակ դա շուկայական գնահատումներ անշարժ գույքի եւ ռիելտորական գործունեությունը, որոշեցի հիմնել այս ոլորտի ընկերություն, նամանավանդ 22 տարի առաջ շուկայական գնահատման կուլտուրան, ծառայությունները եւ որակը հաշվետվությունների բավականին ցածր էր եւ մենք հին օրենքով էինք առաջնորդվում, որը որ շատ տենց պահանջներ չէր դնում եւ հենց առաջի օրվանից ոլորտի մենք որ սկսեցինք գործունեությունը, փորձեցինք արդեն այդ պրոդուկտները, որը որ կա շուկայական գնահատման մասով հաշվետվությունների կատարելագործել ու նույնիսկ հիշում եմ, որ ժամանակին դե
այս թվային նկարահանող ապարատները չկար եւ մենք նկարում ենք այդ պլյոնկաներով ապարատներով, տանում ենք ամեն անշարժ գույքի համար այդ հատուկ տեղեր կար, որ տպագրում էին այդ նկարները, հետո այդ տպագրված բերում ենք, փակցնում ենք այդ հաշվետվության մեջ։ Ես նույնիսկ հիշում եմ, որ մի ինֆորմացիայի համար ինչ ջանքեր էին, գինդ թերթ կար, որ ինֆորմացիա կարդում ենք, ինտերնետը դեռ զարգացած չէր այդքան, ու տեղեկատվական աղբյուրներ չկային, ու բավականին ցենց բարդ ճանապարհ անցանք, սա չէր, որ կարողանար գնահատման համար բացեիր կայքեր, տեղեկատվություն, ամեն մի օբյեկտի վաճառքի համար հարյուրավոր թերթեր էինք ցենց փորձում հասկանալ ինչ հիմքերով դա գնահատենք, ու ես հիշում եմ ինչքան բարդ էր գնահատման process-ը, ու եթե խոսքը վերաբերում էր ոչ բնակարանի, այլ մի չգիտեմ հողամասի կամ այլ արտադրական օբյեկտի, ինչքան մեծ ճանապարհ էր անցնում գնահատողը, որ կարողանար մի հատ արժանահավատ արդյունավետ տվյալ գտներ։ Ինչ վերաբերում է առք ու վաճառքի ռիելտորական գործունեության մասին, դե այդ փուլում նորակառույցները եզակի էին եւ տենց ընկերություն էլ մասնագիտացված առաջնային շուկայում նորակառույցների վաճառքով շատ քիչ էին։ Ռիելտորական ընկերությունները իմիջիայլոց այդ փուլում կար լիցենզավորում, որակավորում հենց ռիելտորների, հետո դուրս եկավ։ Համեմատ գնահատողների ավելի զարգացած էր ռիելտորների մասնագիտացվածությունը եւ տարածումը շուկայում, եւ այդ ոլորտում էլ մենք որ սկսեցինք առաջի քայլերը, փորձեցինք որոշակի ստանդարտներ մշակել օբյեկտների տեղազնման, բնութագրիչների տեղազնման ինչ որ անձնագրեր էինք անում, որ ներմուծում ենք եւ ինչն էր հետաքրքիր այդ սկզբնական փուլում, որ չկային դեռ ստանդարտներ աշխատանքային, օբյեկտների տեղազնման ստանդարտներ, արժեքի որոշման, չկար վերլուծություններ, որ դու տեսնեիր, ասենք, բնակարանների իրական միջակայքերը, որ կայքեր լիներ, որ դու կարողանայիր գոնե կողմնորոշիչ ու միջակայքեր ունենայիր, դա ուներ եւ վատ կողմը եւ լավ։ Միշտ արդեն իսկ աճը կատարելագործումը հիմքեր, մոտիվացիա կար, որ բարելավենք դաշտը, ստեղծենք նոր գործիքներ, բայց նաեւ շատ մասնագետներ դրանից օգտվելով անձնական շահերից ելնելով գործունեություն էին ծավալում շուկայում, որ ոչ այդքան ազնիվ էր, կարող էին շատ էժան գնով համոզել օբյեկտներ վաճառել, որտեղ մարդը աղբյուրներ չուներ, պատկերացում չուներ ընդհանուր ինչ կարա լինի։ Եվ 2004 թվականին մենք հիմնեցինք մի կազմակերպություն, ու ես մինչ օրս ասում եմ, որ մեր կազմակերպության հենց արդյունավետությունը ու ստեղծման գաղափարը ոչ այդքան հենց մասնագիտացվածության գաղափարների կատարելագործման հիմքով է ստեղծվել, որտեղ մենք երիտասարդ ենք, այտենց շատ կապիտալ չունենք ներդրումների համար, բայց սիրում ենք մեր մասնագիտությունը ու հենց ազնվության ու վեհ գաղափարների այդ մոտիվացիան, որ մենք պետքա հաջողենք, պետքա ազնիվ լինենք, իդեպ ասեմ, որ հենց հիմա չգիտեմ մի քիչ հեռացել է դա մասնագիտականից, հիմա օրինակ գնահատողներին բոլոր դասընթացներում, բոլոր ուսումնական process-ներում սովորեցնում են մեթոդներ, սկզբունքներ գնահատման, տվյալների աղբյուրներ են սովորեցնում, բայց շատ քիչ են, որ խոսում են գնահատողի անկախության ազնվության մասին, գնահատողի ճաշակի մասին։ Հիմնականում մենք էլ ենք այս փուլում տարատեսակ ուսումնական մեխանիզմներ մշակում մեր մասնագետների համար ու իմ ուսումնական պրակտիկայում, երբ որ ես սկսում եմ նոր մասնագետների հետ աշխատել, առաջի գաղափարը եւ առաջի մոտեցումը, որ իրանց
փորձում եմ փոխանցել, դա եթե դու գնահատման գործով ես սկսել զբաղվել կամ ռիելտորական անշարժ գույքի, առաջնահերթ փորձի սահմանել քո համար ազնվության եւ նաեւ մնացած բարոյական նորմերը, որ կարողանաս ճիշտ մուտք գործես այս ասպարեզ եւ հաջողություն ունենաս, կարծում եմ բոլոր մյուս ասպարեզներում էլ դա առաջնային սկզբունք է, մարդկային բարոյական չափորոշիչները, ազնվությունը, ինչպես նաեւ սերը, որ պետք է ունենաս թե մասնագիտության նկատմամբ, թե քո հաճախորդների նկատմամբ, որը նույնպես շատ կարևոր հարց է, որը մեր ընկերության հենց հիմնադրման փուլից մինչ օրս այս 22 տարիների ընթացքում նույնիսկ շատ արդյունավետ մասնագետներ ենք ունեցել, բայց ես որ հասկացել եմ, որ այդ սիրո գաղափարը, ազնվության, բարոյականության չկա այդ մարդու մոտ, բայց ինքը շատ արդյունավետ գնահատող է, շատ ուժեղ ռիելտոր է, շատ մեծ ցուցանիշներ ապահովում, ցավոք սրտի, երբ որ նման բան եմ նկատել, մենք բաժանվել ենք շատ արագ ու մեր ընկերությունը նույնիսկ հնարավոր է բիզնեսի օրենքներին դա դեմ է, բայց մենք եկամտից առավել ավելի գնահատում ենք, թե այդ եկամուտը ինչ գաղափարների, ինչ դրական ու բարոյական հիմքով է գալիս ու հիմքով է ապահովում, որպեսզի կարողանանք մենք էլ մեր հայրենիքում ազնիվ ապրենք ու պարզ աչքով նայենք թե պատվիրատուների, թե ամեն ինչի։ Իսկ եթե այդ ամբողջը անտեսենք, կարծում եմ բարիք չենք ստեղծի, որտեղ ցանկացած բարիք, ցանկացած արժեք միշտ ստեղծվում է բարոյականության եւ սիրո գաղափարների հիմքով։ Այդքանը։ Որպես ղեկավար ոլորտային որ խնդիրները կառանձնացնեք, որոնց լուծումները առաջնահերթ են։ Որպես ոլորտային խնդիրներ պետք է առանձնացնեմ, ճիշտ է, տարատեսակ են խնդիրները, բայց կան հարցեր, որ առաջնահերթ է ու պետք է շատ արագ լուծվի, օրինակ գնահատման ոլորտում վերջնական խաղի կանոնների սահմանումը, թե վերահսկողության, թե մասնագետների որակավորման ու մի շարք նույնիսկ ամենակարևոր խնդիրներից մեկը դա տեղեկատվական աղբյուրները արժանահավատ, որ սահմանվեն ու նաև որոշակի տվյալների իրատեսականությունը հասկանան գնահատողները, որոնք են, որ աղբյուրներից օգտվել։ Ճիշտ է, հենց գնահատման մասին օրենքը այս փուլում մշակվում է եւ արդեն ազգային ժողովում է, շուտով կունենանք նոր կանոններ մեր փոխհարաբերությունների, թե վերահսկող մարմնի հետ, թե շուկայի մասնակիցների, սակայն այս ամեն ինչը դեռ պետքա մշակվի ու ժամանակ անցնի, որ մենք ընթացքում էլ հասկանանք արդյունավետությունը յուրաքանչյուր օրենքի դրույթի եւ նաեւ այդ որակավորման process-ների, ինչպես նաեւ ստանդարտների նոր մշակման, անշարժ գույքի գնահատման ոլորտի։ Բայց կարևորը process կա ու նաեւ գործում են մասնագիտական միություններ, որոնք ակտիվ մասնակցում են այս process-ներին եւ նաեւ կարծում եմ այս ամբողջ բարեփոխումների հետ զուգընթաց կարող ենք մասնագիտական process ուսումնական ավելի բարելավել, որպեսզի շուկայում նոր մասնագետները առավել կիրթ գրագետ լինեն եւ տիրապետեն մասնագիտական բոլոր գաղտնիքներին։ Ինչ վերաբերում է անշարժ գույքի ռիելտորական մասի բարեփոխումներին ու խնդիրներին, այստեղ եւս նոր իրավական ակտեր ունենք, մասնավորապես ռիելտորական գործունեության մասին օրենքը, որը վերջերս գործարկվեց եւ արդեն տարեվերջին
մենք կունենանք ռիելտորների որակավորման process-ը, նրանք կստանան որակավորումներ եւ արդեն իսկ մի շարք նոր խաղի կանոններ են սահմանվել թե օբյեկտների վաճառքի մասով եւ նաեւ գովազդի ու հարթակների այդ վաճառքի մասով եւս կունենանք նորություններ։ Շնորհակալություն ինֆորմատիվ եւ շատ հետաքրքիր զրույցի համար այսօր թերևս այսքանը։ Չմոռանաք բաժանորդագրվել մեր սոցհարթակներին, որպեսզի բաց չթողնեք հաջորդ հանդիպումները։ Հիշեցնեմ, որ մեր գլխավոր գործընկերն է Host.am-ը, անշարժ գույքի թվային գնահատման եւ վաճառքի առաջին միասնական հարթակը Հայաստանում։ Մինչ նոր հանդիպում։